Ձեր կարծիքով ով է ամենաթասիբով ԿՊԱ-կանը։ Ոչ մեկ։ ԿՊ։ Ավելի լավը ԿՊ-ն։ Բոլորն են։ Հա, չգիտեմ, չեմ զբաղվում տենց հարցերով։ Ոչ մեկին ես չեմ հոնում։ Անթասիբ է, չգիտեմ։ Գաղափար Այ չգիտեմ։ Չգիտեմ իրակ։ Ապա չեմ ճանաչում։ Ես չեմ հետաքրքրում քաղաքականության, ոչ էլ ճանաչում եմ ցա։ Չգիտեմ։ Չգիտեմ, ճիշտ ասած չգիտեմ, չեմ էլ ճանաչում։ Լավ են իրանց պահում, շատ լավ են պահում, մալաձեց։ Մի քիչ թոշակները որ բարձրացնեն, ամեն ինչ։ Դասմա բարձրացնի Նիկոլ Փաշինյանը, Ամեն չեն ինչ իմանա տեղի կա։ որտեղ ոնց ծախսեն։ Բայց ինչ որ անում են, շատ ճիշտ են անում, իմ կարծիքով։ Այդպիսի մարդ չկա Հայաստանում։ Ինչու եք այդպես կարծում։ Ես չեմ կարծում, դա իմ կարծիքն ինչ կա որ, բայց կարող շատ լավ կա, ես չեմ ճանաչում։ ԿՊԱ-կանների մեջ չկան քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների մեջ չկան թասիբով մարդիկ։ Լիքը կան, մեկ կան։ չկան։ Հա, ես ասեմ կան, բայց անունները չեմ ուզում տամ։ Խին դիմադրերի մեջ չկա։ Կա։ Ով է ամենաթասիբովը ԿՊԱ-կաններ։ Ամենաթասիբովը գոյություն չունի, ոչ դիմադրերին, ոչ ԿՊԱ-ական ինձ մի ֆրցրեք։ Երկրորդն էլ ընդդեմ կարող մարդ լինի, դեռ մարդ լինի։ Բայց որ մարդ կային բան ցույց չէ տալիս, մենք էլ մեզ վատ ենք զգում։ Թող մարդավարի խոսեն, մարդավարի բան անեն, ոչ նրանք լոպազը այսպես կանենք, ոչ բան չեն կարող, ոչ նրանք լոպազան այսպես կանենք, ոչ բան չեն անում։ Երբ ոչ բան չեն անում, մեջտեղ մենք նայում ենք, չգիտենք, ծիծաղենք թե լացենք։ Գնացանեք զուտ եք պատմում է։ ԿՊ կարող է թասիբով լինի։ Ինչու ոչ։ Ինչու՞, որտե բոլորը թուրքաբեդ մարդիկ են, որտե թասիբով են։ Հա, թուրքերի համար թասիբով են, հա։ Բայց մեր համար չէ։ Սկսած ոտից գլուխ, վերևից ներքև։ Ինչու եք նման կարծիքի, որ թուրքամետ են։ Որտե տեսնում եմ, գործողություններ են իրեն դա ծամաս ցույց տալիս։ Ոչ թե կա իմ կարծիքն, այլ իրական ես գործողությունները կատարած։ Ես որ անդադ կապել են Թուրքիայի հետ, որ գնում գալիս են Նիկոլ իրենք էլ պաշտպան, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է քծնակ, չէ՞։ Դա նշանակում է Նիկոլը երբ որ եկեղեցու դեմ դուրս եկավ, երբ դուրս եկավ, երբ որ գնաց Էրդողանի մոտ, այնտեղից հետո եկավ ու սկսեց եկեղեցու դեմ դուրս գալ, իբր եկեղեցականներին ապաշտպան, բայց դա հայ եկեղեցու դեմ է։ Դա արդեն ինչ է, քծնակ չի, որ Դե ասում են այսպես ասած բարենորոգում են եկեղեցին։ Բայց եկեղեցին բարենորոգել կարիք չունի։ Եթե այնտեղ կան մարդիկ, որոնք որ ասենք բան չեն, նրանց հետ ձեր հարցերը նրանց հանգիստ կանչեք, սուսուփուս ասեք, հեռացեք։ Բայց եկեղեցին ինչ պետք է բարենորոգեն։ Եվ Նիկոլակա պետք է սարքեն բոլորը բարենորոգումը։ Ձեր ինչ է։ Հենց որ մեր վիճակը շատ ծանր է։ Ձեզ ասեմ, ես հիմա ծիծաղում ենք, բան ենք անում, բայց արդեն հանձնում է թուրքերին, եթե ժողովուրդը ցես քնած մնա։ Եթե ցես քնած մնաց, այլևս Հայաստան գոյություն չունի, չի ունենա մի 2-3 տարի հետո։ Պետք է արտանաս։